Այսօր հեռանկարի հյուրն է քաղաքագետ Էդգար Առաքելյանը, մենք կանադառնանք վերջին օրերի հատկապես ներքաղաքական զարգացումներին, բարև ձեզ պարոն Առաքելյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Վերջին օրերի թերևս ամենակննարկվող թեմաներից մեկը կաթողիկոսի եղբոր, KGB-ի գործակալ լինելու հետ կապված այդ թեման էր, հանգամանքը։ Եվ հիմա ինչի վերջո պարզվեց, որ այդ մարդը եղել է 86-ից 88 թվականներին, իդեպ այն ժամանակ դեռ Հայաստանի երրորդ հանրապետություն աշխարհ, ԽՍՀՄ տարիներին։ Ինչ սրանով այդ մարդը դարձավ ազգի թշնամի։ Տեսեք, այստեղ շատ կարևոր հանգամանք մենք ունենք, մի կողմից ունենք շատ կարևոր բարձրաստիճան հոգևորական, ով այսօր էլ իրականացնում է, այսպես ասենք, հոգևոր ծառայություն, բայց միևնույն ժամանակ այդ մարդը կապ է ունեցել ԽՍՀՄ անվտանգության ամենակարևոր ծառայության KGB-ի հետ եւ փաստացի մեր ԱԱԾ-ի տված պարզաբանման կամ փաստաթղթով հաստատվում են, որ մարդը հավաքագրված գործակալ է եղել եւ թերևս ամենավտանգավորը, որ այնտեղ նշվում է, որ ինքը այսօր էլ շարունակում է համագործակցել օտարերկրյա գաղտնի ծառայությունների հետ։ Ունենք մեկ այս փաստը եւ հաջորդ փաստը, որ կան շրջանակներ, որոնք փորձում են արդարացնել այդ ուրեմն գործողությունները, նշելով, որ դե սովետական միությունը իր պետությունն է եղել, իր հայրենիքն է եղել եւ իր անվտանգության ծառայությունների հետ է ուրեմն համագործակցել, ու այստեղ ամենամեծ մանիպուլյացիան է տեղի ունենում, քանի որ մենք գիտենք, որ KGB-ն կամ ՊԱԿ-ը հայերեն ասած, դա եղել է սովետական միության հիմնական գործիքը, սովետական միության այդ տոտալիտար պետության, բռնապետական պետության հիմնական գործիքը, որով ճնշվել է ցանկացած ազգային մշակույթը, ազգային կրոնը, չգիտեմ, ժողովուրդների եւ ազգերի ինքնության ցանկացած դրսևորում, ճնշվել է այդ գործիքի միջոցով, վերահսկվել է այդ գործիքի միջոցով, եւ այսօր ներկայացնել, որ իր պետության չգիտեմ, գաղտնի ծառայություններն է եղել եւ համագործակցել է, ինչ խնդիր կա, ոչ, խնդիրը մեծ է, նախ նշենք, որ այդ հավաքագրված գործակալների ցանկը կամ հավաքագրված գործակալները որպես կանոն հետագայում նույնպես օգտագործվում են տվյալ պետությունների կամ ազգերի դեմ եւ պատահական չի մեր ԱԱԾ հայտարարությունը, որ այդ մարդը այսօր է շարունակում է ուրեմն ծառայել կամ համագործակցել այդ կառույցների հետ եւ հաջորդը, եթե դու ծառայում ես մի կառույցի, որի նպատակը այդ թվում քո ազգի ինքնությունը ճնշելն է, այդ թվում քո ազգի կամ իր ինքնության նկատմամբ ոտնձգություններն են, մի կառույց, որը իր պատմության ընթացքում եւ իր նախորդի ամբողջ պատմության ընթացքը լի է հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորների նկատմամբ բռնաճնշումների, ընդհանուր սպանությունների կազմակերպումներով, եթե դու համագործակցում ես այդ կառույցի հետ, պարզ է, չէ, որ դու չես համագործակցում հայ առաքելական եկեղեցու, չգիտեմ, խնդիրները լուծելու կամ այնտեղ շատ ավելի հոգևոր ուրեմն գործընթացներ տանելու, այլ ընդհակառակը դու համագործակցում ես, որպեսզի այդ կառույցը իրականացնի իր քաղաքականությունը, իսկ այդ քաղաքականությունը մեկն էր, մենք գիտենք, որ խորհրդային միության համար կրոնա եւ ցանկացած կրոնական գաղափարախոսություն թշնամական էր ընկալվում նույն սովետական միության գաղափարախոսության համատեքստում եւ հետեւաբար եթե դու համագործակցել ես այդ կառույցի հետ դու համագործակցել ես, որպիսի ուրեմն կամ դեմ աշխատես քո եկեղեցուն, ազգային եկեղեցուն կամ քո միջոցով վերահսկելի դարձնեն հայ առաքելական եկեղեցին եւ ընդհանրապես հայ ժողովրդի ազգային, չգիտեմ, նկարտումները կամ ցանկությունները առավել եւս որ հայ առաքելական եկեղեցին հայ իրականության մեջ թերևս ամենամեծ եւ ամենակարևոր ցանցային կառույցն է, որը կապ ունի ոչ միայն ներսի, այլ դրսի հետ նաեւ։ Հիմա ինչ այս դրամաբանությամբ ստացվում է, որ բոլոր ՊԱԿ-ի կամ KGB-ի գործակալները ինչ-որ թշնամական գործունեությամբ են զբաղված եղել։ Տեսեք, ես նշեցի, որն է եղել ՊԱԿ-ի եւ KGB-ի հիմնական նպատակը։ Հիմնական նպատակը վերահսկելի դարձնել այդ ժողովուրդների եւ այդ մարդիկ ինչ-որ լավ բան իրենց ազգի երկրի պետության համար չեն արել։ Ես չգիտեմ այդ մարդիկ մեծ առումով լավ բան արել են թե չեն արել,
բայց կա նաև արևելյան Եվրոպայի երկրների փորձը, ովքեր որպեսզի ազատվեն այդ ժառանգությունից, իրականացրել են լյուստրացիա, այսինքն բացահայտել են։ Իհարկե կան մարդիկ, որոնք բացահայտ հակազգային գործողություններ են իրականացնել, բայց միևնույն ժամանակ մենք պետքա պատմության այդ էջը նաև թերթենք եւ պատմության էջը թերթելով ես այդ հարցը տվեցի։ Տեսեք, մենք ունեցել ենք Վազգեն առաջին կաթողիկոս, այդքան սիրված ժողովրդի կողմից, այդքան մեծարված, որի մասին եւս մամուլում 1000 ու մի անգամ գրել են, որ այդ մարդը եղել է KGB-ի գործակալ, նույնիսկ KGB-ում իր հայկական անունն է ունեցել, չէ, հրազդան են ասել։ Բա տեսեք, ինչքան է սիրել այդ կաթողիկոսը։ Այսինքն մենք խնդիր ունենք, բնականաբար մենք խնդիր ունենք վերաիմաստավորելու այդ ամենը։ Վազգեն առաջինի հետ կապված հայտնի է, որ Վազգեն առաջինը ապրել է բավականին բարդ ժամանակահատվածում, երբ որ դիտարկում ենք նրա կաթողիկոսության այդ ամբողջ տարիները, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ այսօր, երբ որ կա անկախ հայկական պետություն եւ երբ որ դիտարկում ենք այս մարդկանց գործողությունները, հա, նույն եզրասի գործողությունները կապված ուրեմն Հայաստանի հետ կամ Հայաստանի արտաքին քաղաքականության հետ, նույն Կտրիչ Ներսիսյանի գործողությունները կապված Հայաստանի եւ Հայաստանի արտաքին քաղաքականության հետ, ասեք, երբ որ մենք դիտարկում ենք այս տարիների վերջին 2-3 տարիների եկեղեցու հատկապես Բարսաշճան հոգեվորականների դիրքորոշումները, մենք տեսնում ենք, որ նույնիսկ նրանց հայտարարություններում տողեր կան կամ շեշտադրումներ կան, որոնք ուղիղ համեմատական են կամ ուղիղ մեկը մեկին համընկնում են, օրինակ, չգիտեմ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունների հետ։ Ահա խնդիրը այստեղ է, որ ուրեմն մի բանա, երբ որ մարդիկ այո նախկինում նույն Վազգեն առաջինի օրինակը բերեցիք, այո միգուցե ինչ որ առնչություններ եղել են, բայց մեկ այլ բան է, երբ որ մարդիկ այդ առնչությունները ունեցել են, այսօր մենք ունենք անկախ պետություն եւ այդ մարդիկ փաստացի գործում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, ինքնության դեմ, փաստացի կրկնեմ առավել եւս, երբ որ մեր ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է կամ նշել է, որ սույն անձը դեռևս շարունակում է ուրեմն աշխատել կամ համագործակցել օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։ Այստեղ է խնդիրը, որ այն մարդիկ, ովքեր հավաքագրվել են, մենք գիտենք նաև գաղտնի ծառայությունների աշխատելու սկզբունքները, այդ մարդիկ, ովքեր համագործակցել են, բնականաբար այդ ծառայությունները ունեն բազմաթիվ ուրեմն կոմպրոմատներ այդ մարդկանց դեմ, եւ այստեղ է խնդիրը, որ պետք է այդ մարդիկ բացահայտվեն, որպեսզի հետագայում մենք կանխարգելենք, որպեսզի այդ մարդկանց նորից այդ կոմպրոմատների ճնշման ներքո փորձեն օգտագործել Հայաստանում հանրային քաղաքական կյանքում կամ Հայաստանի Հանրապետության դեմ։ Ինչև կանխարգելել է, տեսեք, օտարերկրյա գործակալ կամ, չգիտեմ, KGB գործակալ, մի խոսքով հասարակության մեջ միշտ սա նեգատիվ ինչ-որ տրամաբանության մեջ է ընկալվում, տեսեք, ընդդիմությունն էլ իշխանության շատ ներկայացուցիչներ են, դուք վարչապետին առաջին երկրորդ դեմքերին մեղադրում են գործակալ լինելու մեջ, Թուրքիայի, Ադրբեջանի։ Դե գիտեք, մեղադրելը այլ բան է, փաստեր ներկայացնելը այլ բան է, մենք խոսում ենք կոնկրետ այս դեպքով կոնկրետ մենք ունենք պաշտոնական արձանագրված փաստ եւ իհարկե խոսակցությունների մակարդակում մենք կարանք ասենք, որ սա գործակալ է, նա գործակալ է, բայց մենք ունենք արձանագրված պաշտոնական փաստ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հաստատած փաստը։ Սա ըստ էության, եթե օրինակ, չգիտեմ, այլ երկրներում լիներ, ասենք հանրային եւ այլ ինչպիսի, չգիտեմ, գործընթացներ տեղի կունենային, մենք տեսնում ենք կաթոլիկ եկեղեցու ներսում օրինակ կապված տարբեր հարցերի հետ, երբ որ նման բացահայտումներ են տեղի ունենում, մի ամբողջ այսպես հոգեվորականների շարք իրենք են հեռանում, քանի որ ընդունում են իրենց մեղքը եւ սխալը։ Բայց այստեղ մենք տեսնում ենք, որ օրինակ արդարացնում են եւ, չգիտեմ, ողջևորված են, որ, չգիտեմ, կաթողիկոսի եղբայրը համագործակցել է KGB-ի հետ, սա էլ է հասկանալի, սա էլ իր բացատրությունը ունի, քանի որ միգուցե այդ մարդիկ նույնպես
այդ ցուցակներում կան, KGB-ի այդ արխիվներում կան, եւ այդ մարդիկ պաշտպանելով օրինակ եզրասին, իրենք պաշտպանում են նաեւ ապագայում նաեւ հնարավոր նման իրադարձություններից պաշտպանում են իրենց, քանի որ դա բնական ինքնապաշտպանական ռեակցիա է, որ չգիտեմ, իրենցից մեկը եթե բացահայտվել է, չի բացառվում, որ իրենք է կբացահայտվեն եւ ապագայում էլի պաշտպանության անհրաժեշտություն կունեն։ Նշեցիք, որ քաղաքական դաշտը պետք է մաքրել, հա, գործակալներից, նաև օրենքի միջոցով, օրենքի ուժով, ֆորենսներորեն, այ ինչպես եք պատկերացնում։ Օրինակ, ինչ օրենք է մեզ պետք այս խնդիրը լուծելու։ Նախ ես կարծում եմ, որ ժամանակն է ճանապարհը, ինչպես նշեցի, Արևելյան Եվրոպայի հետ խորհրդային ճամբարի այդ երկրները անցել են եւ պետքա բացահայտվեն այդ արխիվները, որքանով որ կա Հայաստանի Հանրապետության տրամադրության տակ, քանի որ որքանով ես գիտեմ, նաեւ շատ արխիվներ Սովետական միության փլուզումից հետո տարվել են Հայաստանից, այսինքն միգուցե շատ մարդիկ կան, որոնց մասին մենք այդպես էլ տեղեկություն չիմանանք, բայց այնուամենայնիվ այն տեղեկությունը, որը տիրապետում է մեր պետությունը, կարծում եմ կապված խորհրդային անցյալի հետ, ես կարծում եմ, որ պետք է ինչ-որ ժամանակահատվածում բացվեն, կրկնեմ, որպեսզի մենք կանխարգելենք նման մարդկանց մուտքը հանրային քաղաքական կյանք, հետո նաև իշխանություն, քանի որ ինչպես նշեցի, այդ մարդկանց վրա կան նաև կարող են լինել եւ հավանականությունը մեծ է, որ կարող են լինել կոմպրոմատներ եւ հատուկ ծառայությունների գործողությունների հիմնական միջոցը նաև հենց այդ կոմպրոմատներն է, եթե հատկապես խոսում ենք ռուսական հատուկ ծառայությունների ուրեմն գործողությունների մասին, ուստի սա պետքա լինի կանխարգելիչ գործողություն եւ հաջորդը մենք պետքա այնուամենայնիվ պարզենք մեր քաղաքական դաշտը, որպեսզի դա եւ քաղաքական անվտանգությանն է անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության եւ ինքնիշխանությանը, քանի որ նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ Հայաստանում, նրանք բնականորեն ձգտում են դառնալ իշխանություն եւ պատկերացնենք մի իրավիճակ, երբ այդպիսի մարդիկ վաղը էլի կհայտվեն Հայաստանի իշխանության ղեկին։ Եթե դարձակ պատգամավոր, կարծում եմ կզբաղվեք այս նախաձեռնություններով, որովհետև հավակնում եք արդեն օրենսդրական գործունեության, ձեր տեխնացությունը ԿՊ-ի համամասնական ցուցակում հաստատվել է, բայց ինչքան ես գիտեմ, դուք չեք ներկայացնում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, առասարական կուսակցական եք, եւ ինչու որոշում ընդունեցիք հենց ԿՊ-ի միջոցով գնալ խորհրդարան։ Տեսեք, ԿՊ-ի հետ իմ համագործակցությունը իհարկե կան ընկերներ, որոնց հետ ես ընկերություն եմ արել այդ թիմից դեռևս հեղափոխությունից առաջ, բայց հեղափոխության 2018 թվականից եւ ես առաջին իսկ օրերից ակտիվ մասնակցություն եմ ունեցել թե անձնապես, թե այն տեղեկատվական ռեսուրսներով, որոնք կար իմ տրամադրության տակ եւ այդ ամենը ծառայել է այդ հեղափոխության գաղափարին կամ հաղթանակին, այս ամբողջ տարիների ընթացքում այս վայրի վերումների եւ այլն ես էլի ուրեմն աջակցել եմ կամ համակրել եմ այդ քաղաքական թիմին եւ գտել եմ, որ այն ինչ որ սկսվել է 2018 թվականին իր տրամաբանական ավարտը պետքա ունենա այն առումով, որ մենք պետքա ունենանք իսկապես ժողովրդավարական իրավական, ինքնիշխան, սուվերեն պետություն, քանի որ մեր բոլոր դժբախտությունների պատճառը հիմքը արմատը հենց այդ ժողովրդավարության պակասն էր, կոռուպցիայի բարձր մակարդակն էր եւ այլն, այսինքն խնդիրներ, որոնք բոլորս գիտենք։ Իհարկե կար հնարավոր եւ այդ առումով ես ինձ համարել եմ այդ թիմից եւ շարունակել եմ մինչեւ այսօր լինել այդ թիմի հետ, պաշտպանել այն քաղաքականությունը, որը իրականացվում է եւ իհարկե կար հնարավորություն նաեւ 2021 թվականին առաջադրվելու, բայց ես կարծել եմ, որ դերևս թիմի հետ որոշակի ճանապարհ պետք է անցնեմ եւ այդ պահը հասունանա, նոր դիմեմ եւ կարծում եմ, որ այդ պահը հասունացել է եւ հաջորդը ես կարծում եմ, որ 2026 թվականը մեր համար շատ վճռորոշ տարի է լինելու։ 2026 թվականին մենք ընտրելու ենք խաղաղությունը թե պատերազմը, ժողովրդավարությունը թե ավտորիտարիզմը, կոռուպցիան թե ոչ կոռուպցիան ու այսպես շարունակ եւ Արևելք արևմուտքի տրամաբանության մեջ են կատարելու այդ ընտրությունը։ Ես կարծում եմ, ես չեմ ասում արևելք են ընտրելու թե արևմուտք։ Այդ տրամաբանության պետության կառուցման մոդելի առումով այո, այսինքն մենք ինչ պետություն ենք ուզում կառուցել, արևմտյան եվրոպական տիպի թեկուզ որոշակի իր թերություններով հանդերձ պետություն, թե ռուսական սովետական
տիպի պետություն, որը ունեցել ենք նախորդ օրինակ 30 տարիների ընթացքում եւ որից կարծում եմ բոլորս ես, դուք եւ մեր հասարակությունը դժգոհ է եղել։ Այո, պետության կառավարման պետության պետականաշինության առումով այո մենք արևելք արևմուտք այդ երկընտրանքը պետքա ունենանք, բայց սա չի նշանակում, որ եթե մենք ուզում ենք եվրոպական տիպի զարգացած պետություն ունենալ, օրինակ պետքա թշնամանանք Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, այսինքն այդ մոդելի պետությունների հետ, սա ես կարծում եմ կեղծ քարոզչություն է, որը փորձում է հрамցվել մեր ուրեմն հասարակության դեպքում, եթե մենք դեպի Եվրոպա ճամբար ենք գնում, տեսեք, ասում եք չենք կարող թշնամանալ, բայց ես կարծում եմ այդ դեպքում չենք էլ կարող բարեկամ լինել, ասենք Ռուսաստանի հետ, եթե մենք Եվրոպա ենք։ Տեսեք, խնդիրը նրանում է, որ սա արհեստականորեն բերվում է մեր քաղաքական դաշտ եւ ասվում է, որ տեսեք դուք պետքա ընտրություն կատարեք։ Ես բերեմ մեկ օրինակ Ղազախստանի օրինակը, տեսեք թե ինչպիսի ստրատեգիական լուրջ հարաբերություններ են զարգացում Միացյալ Նահանգների հետ, ընդհանուր ստորագրվեց ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, Ղազախստանը միացավ հայտնի այդ Աբրահամյան համաձայնագրերին եւ ոչ ոք Ղազախստանին չի ասում, գիտեք, դուք ընտրություն պետքա կատարեք, լինեք Միացյալ Նահանգների ու Եվրոպայի հետ, թե Ռուսաստանի հետ։ Բայց ինչու արհեստական, կներեք, տեսեք վերջին հարցազրույցներից, թե ճեպազրույցներից մեկի ժամանակ վարչապետը նշեց, որ մենք միաժամանակ չենք կարող համայնտեղ լինել, համայնտեղ չէ, ՀՄ եւ ինչ որ պահի պետք է գա այդ հատվածը այդ ժամանակը, երբ որ մենք պետք է ընտրություն կատարենք, բայց չնշեց թե ինչ որ պահ գա, մենք դուրս գանք եւ գնանք ԵՄ, ինչ որ պահ գա, մենք ընտրենք ուր ենք գնում, այսինքն մենք դեռ հիմա չգիտենք ի վերջո ուր ենք գնում։ Տեսեք, մենք հիմա գիտենք, որ մենք կառուցում ենք պետություն, որը մոդելով պետքա նման լինի եվրոպական միջին վիճակագրական պետությանը եւ այս վերջին տարիների հատկապես 2022 թվականից սկսած բոլոր առնչությունները հատկապես եվրոպական միության հետ դրա մասին են խոսում, դա եւ վիզաների ազատականացման ռեժիմն է եւ օրենսդրական համապատասխանեցումն է եվրոպական ստանդարտներին եւ սննդի առումով եւ օդային անվտանգության առումով, այսինքն այսօր մենք նույնիսկ անվտանգային առումով մենք արդեն տեսնում ենք պաշտոնական համագործակցություն եվրոպական միության եւ Հայաստանի միջև, չնայած Հայաստանը փաստացի դեռևս մնում է ՀԱՊԿ-ի անդամ, բայց մենք երբ որ նշեցի հաղորդման սկզբում պետության մոդելի առումով այո գնում ենք Եվրոպա եւ այդ որոշումը պետքա մեր հասարակությունը կայացնի, իհարկե քաղաքական ուրեմն իշխանությունը պետքա այդ որոշումը կայացնի, մենք գիտենք որ օրենք կա ընդունված նաեւ, որը նաեւ քաղաքական իշխանության որոշակի դիրքորոշում է եվրոպական միության հետ ինտեգրման առումով, բայց ինչ որ պահի այո մենք այդ որոշումները պետքա կայացնենք, բայց տեսեք, այսպեսի մի օրինակ էլ բերեմ։ Այդ որոշումները կներեք, միայն մեզանից են կախված, այսինքն մեր ընտրությունից։ Օրինակ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը կապ ունի այդ որոշմանը։ Տեսեք, հիմա որոշակի առաջընթաց ունի, չէ՞ Ռուսաստանը ռազմաճակատում։ Դա ինչ որտեղ ազդում է մարդկանց գիտակցության, հեռանկարի մասին պատկերացումների վրա։ Նաև Ռուսաստանի նորից կարծես թե այդ պարագայում ազդեցությունը կարող է նորից աճել կամ վերականգնվել։ Տեսեք, Ռուսաստանի հաջողությունները ես հարաբերական կհամարեի, քանի որ այն խնդիրը, որը դրվել է ի սկզբանե այդ պատերազմը սկսելուց, բայց տեսականորեն, եթե այդ տեսականորեն այո, ուկրաինական պատերազմը մեծ ազդեցություն ունի եւ մեր տարածաշրջանի եւ գլոբալ աշխարհի ուրեմն քաղաքական, տնտեսական գործընթացների վրա եւ դա ակնհայտ է եւ դա ոչ ոք չի կարող շղթել եւ այո Ռուսաստանի զբաղված լինելը այդ տարածաշրջանում Ուկրաինայում եւ մյուս կողմից այն պլանները, որը դրել էր Ռուսաստանը իր արչև, այն նպատակները, որը դրել էր Ուկրաինան վերցնելուց հետո տեղի ունենալիք իրադարձությունների հետ կապված, այդ պլանները իրականություն չդարձան եւ սա ուղիղ բնականաբար ազդեց հետխորհրդային հատկապես տարածաշրջանի երկրների վրա, հատկապես կենտրոնական Ասիայի երկրների ու հարավային Կովկասի երկրների վրա, քանի որ իհարկե
աշխարհակաղակականությունը այդպիսի բան է, երբ որ պետությունները, որոնք եղել են նախկինում գաղութներ, մշտապես փորձելու են ազատվել այդ գաղութային լծից, իսկ գաղութարարները, ովքեր գաղութացրել են այդ պետությունները, մշտապես փորձելու են ուրեմն պահել իրենց բռի մեջ այդ պետությունները եւ անհրաժեշտ պահին եւ գաղութարարը եւ նախկինում գաղութ եղած պետությունները փորձելու են ազատվել եւ սա այդ անհրաժեշտ պահն է եկել, որքան էլ որ կարող է, չգիտեմ, այլ կերպ ընկալվի սա, բայց այո, Ռուսաստանի թուլացումը գոնե այս ժամանակահատվածում բերելու է այդ երկրների շատ ավելի ուժեղացմանը եւ ինքնության, ինքնուրույնության, ինքնիշխանության մակարդակի շատ ավելի բարձրացմանը, առավել եւս, երբ որ այն էլիտաները, ովքեր ժամանակին ղեկավարում էին այդ պետությունները, ու տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությունը, այդ էլիտաները այլևս հեռացված են քաղաքական իշխանությունից։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Այսքան հարգելի հեռուստատողներ, մեր հյուրն էր քաղաքագետ Էդգար Առաքելյանը։